2025 թվականի վիճակագրությունը փաստում է Հայաստանում կազմակերպությունների թիվը կրճատվել է։ Մասնավորապես, եթե 2025 թվականի դեկտեմբերին կազմակերպությունների ընդհանուր թիվը, այդ դրա վերաբերյալ տվյալները տեղեկությունը մենք ներկայացնում ենք մեր պատկերով, որ դուք կտեսնեք ձեր էկրաններին, եւ մասնավորապես 2025 թվականի դեկտեմբերին կազմակերպությունների ընդհանուր թիվը կազմել է 65627, այն դեպքում, երբ 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ այդ կազմակերպությունների ընդհանուր թիվը 70560 էր։ Այսինքն 2024 թվականի դեկտեմբերի համեմատ 2025 թվականի դեկտեմբերին կազմակերպությունների ընդհանուր թիվը կրճատվել է 4933-ով։ Փորձենք հասկանալ, թե ինչ փոփոխությունների են ենթարկվել կազմակերպությունները ըստ այնտեղ աշխատողների թվաքանակի։ Մասնավորապես, մեկից 9 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 2025 թվականի դեկտեմբերին 24 թվականի դեկտեմբերի համեմատ կրճատվել է 5485-ով, այսինքն գրեթե 5500-ով։ Փոխարենը մյուս խմբերում, ավելի շատ աշխատողներ ունեցող խմբերում իրավիճակը հակառակն է։ Օրինակ, 10-ից 49 աշխատող ունեցող կազմակերպությունների թվաքանակը ավելացել է նաև 50-ից 249 աշխատող ունեցող աշխատողների թիվը, առաջինի դեպքում ավելացումը 453-ով, երկրորդի դեպքում 98-ով։ Ավելի մեծ աշխատողների թվաքանակ ունեցող կազմակերպությունների պարագայում, այն է 250 եւ ավել աշխատողների պարագայում, թիվը ավելացել է 1-ով։ Փաստացի, կազմակերպությունների ընդհանուր թվի կրճատումը առավելապես տեղի է ունեցել հենց փոքր կազմակերպությունների թվի կրճատմամբ, այն է 1-ից 9 աշխատող ունեցողների կրճատմամբ։ Իհարկե, այս փոփոխության ներքո չեն բացառվում այնպիսի դեպքեր, երբ կազմակերպությունների աշխատողների թվաքանակն ավելացել է եւ դրանք պարզապես այս կատեգորիայից, այսինքն 1-ից 9 աշխատող ունեցող կազմակերպությունների կատեգորիայից տեղափոխվել են ավելի շատ աշխատող ունեցող կատեգորիաներ, այսինքն նման փոփոխությունները, նման զարգացումները իհարկե բացառելի չեն, բայց կազմակերպությունների ընդհանուր թվի կրճատումը այդ թվում ենթադրում է, որ մենք գործ ունենք գործունեությունը դադարեցրած նաև եւ առավելապես գործունեությունը դադարեցրած կազմակերպությունների հետ։ Իհարկե, առանձին եւ զուգահեռ վիճակագրությունների եւ տեղեկությունների համադրման արդյունքում կարելի է հասկանալ, թե այդ գործունեությունը դադարեցրած կազմակերպությունները ինչպիսի կազմակերպություն են, ինչ գործունեությամբ զբաղվող կազմակերպություններ են եւ այլն։ Բայց այստեղ վիճակագրությունը բավական հետաքրքիր հանգամանք է ցուցադրում, որը շրջանցել որևէ կերպ չի ստացվում։ Մասնավորապես տեսեք, մենք ասացինք այն մասին, որ 2025 թվականի դեկտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ 1-ից 9 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը կրճատվել է ընդհանուրի վրա ունենալով բացասական իր նպաստումը եւ ազդեցությունը։ Բայց ամբողջ հարցն այն է, որ օրինակ 2024 թվականի դեկտեմբերին 23 թվականի դեկտեմբերի համեմատ այդ նույն կատեգորիայի կազմակերպությունների թիվը ավելացել է։ Այդ կազմակերպությունների թիվն ավելացել է նույն 2024 թվականի դեկտեմբերին 23-ի համեմատ եւ 23-ի դեկտեմբերին 2022 թվականի դեկտեմբերի համեմատ։ Այսինքն ինչ է ստացվում, որ այդ կազմակերպությունների թիվը առնվազն վերջին 3 տարիների կտրվածքով կրճատվել է հենց 2025 թվականին։ Իսկ 2025 թվականը հիշեցնենք այն տարին էր, երբ ուժի մեջ մտան հարկային փոփոխությունները, այդ թվում նույն շրջանառության հարկի ավելացումը, կրկնապատկումը։ Սա հանգամանք է, որը պարզապես զուգադիպություն դիտարկել իհարկե չի ստացվում, նաև չի ստացվում շրջանցել այդ հանգամանքը, թեև վերջնական պնդում որպես այդպիսին չեն կարող ասել, քանի որ ինչպես նշեցինք, բազմաթիվ տարատեսակ վերլուծությունների արդյունքում կարող ենք հասկանալ, թե այդ փակվող կազմակերպությունները ինչ գործունեություն են իրականացնում, բայց այդ հանգամանքի, այդ համընկնման ժամանակաշրջանների հարկային փոփոխությունների եւ փակվող կազմակերպությունների փաստի համադրման դրան ժամանակաշրջանների համադրումը իհարկե առնվազն մտահոգվելու իրավունք եւ տեղիք է տալիս, որ չի բացառվում մենք դրանց թվում առավելապես գործ ունենք այնպիսի տնտեսվարող սուբյեկտների հետ, հատկապես փոքրերն են նկատեցիք, որոնք պարզապես հարկային փոփոխություններին չդիմացան։
Զուգահեռ այլ վիճակագրություն եւս կա, որը ամբողջությամբ օբյեկտիվ պատկեր հաղորդելու համար իհարկե եւս չունենք մտադրություն շրջանցելու, դա փաստ է, որ թեև նույն 1-ից 9 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը կրճատվել է, բայց այդ կազմակերպություններում ներգրավված աշխատողների թվաքանակն ավելացել է։ Այս առաջին հայացքից հակասական թվացող վիճակագրությունը, տեղեկությունը այնուամենայնիվ կարող է ունենալ բացատրություն եւ այդ բացատրությունը հետեւյալն է։ Տեսեք, երբ մենք խոսում ենք 1-ից 9 աշխատող ունեցող օրինակ, այդ կատեգորիայի կազմակերպությունների մասին, բանն այն է, որ այդ կազմակերպությունների աշխատողների թվաքանակը 1-ից 9 միջակայքին է վերաբերում։ Չկա ֆիքսված 3 աշխատող, չկա ֆիքսված 5 աշխատող։ Եվ չի բացառվում, որ օրինակ այդ փակվող կազմակերպությունների թվում առավելապես օրինակ միջինում 2 կամ 3 աշխատող ունեցող կազմակերպությունները փոխարենը միջինում 7, միջինում 8 կամ 9 աշխատող ունեցող կազմակերպությունների այդ միջակայքը աշխատողների թվաքանակի բարձրացել է, այսինքն արդյունքում կազմակերպությունների թիվը կրճատվել է, բայց աշխատակիցների թվաքանակը ավելացել է, այսինքն այս հակասական վիճակագրությունը կարող է բացատրվել այս հանգամանքով, բայց այնուամենայնիվ այս օբյեկտիվ հանգամանքը եւս նշելու կամ ենթադրությունը եւս անելուն զուգահեռ կազմակերպությունների փակման հանգամանքը փակման համատեքստում կարևոր ենք համարում այդ շեշտադրում այդ հանգամանքը, որ դա հենց այն ժամանակաշրջանում է տեղի ունեցել, երբ հարկային փոփոխություններն ուժի մեջ մտան, երբ շրջանառության հարկը կրկնապատկվեց, ավելացավ եւ այդ թվում նաեւ կանխատեսելի էր, որ հատկապես փոքրերը չեն դիմանալու այդ գործընթացին։ Եւ իհարկե այս պատկերի կազմակերպությունների թվի կրճատման պատկերը նաեւ այսպես ընդգծելի եւ ուշադրության արժանացնող, ուշադրություն բերող, սևեռող հանգամանք է, հատկապես երբ հաշվի ենք առնում, որ այդ նույն տարում, նույն 2025 թվականը մենք ամփոփել ենք բավական բարձր տնտեսական աճով։ Հետևաբար սրանք իրողություններ են, երբեմն հակասական, ոչ համադրելի, որոնք առնվազն ուշադրության արժանի զարգացումներ են։